Դուրս եկավ գնաց, բան չի ասել։ Բա ինչի էր կանչել։ Ստեղ մի բան են չի։ Արմամի խոսա էլ ինչ կլինի։ Ցավակցում եմ։ Ամեն ինչ արեցինք, բայց համբերություն ձեզ։ Ես ու դու պարտք ունենք։ Պարտք ունենք տալու Աստծո առաջ։ Ու այսօրն է այդ օրը։ Հա, Սաքո, կարող է դու հիմա ասես չէ, տեն չի, քեզ պատեպատ տաս, ասես ինքնասխալ, դու ես սխալ, մի խոսքով բոլորին սխալ հանես, բայց ասում չես կարա սխալ հանես։ Հասկանում ես, Սաքո։ Արի գոնե Աստծո առաջ մի փոքր մեղքերս քավենք։ Հա, հայրը։ Քերի դու տանն ես։ Հա, նոր եկա, ինչ կա։ Դե մի քոն գալիս ատուն, ես էլ ճանապարհին եմ, բան կա խոսալու։ Ձենը դուրս չի գալու, բան չի եղել։ Հենց այդ եմ ուզում հասկանանք։ Լավ, արի կհասկանանք։ Հա։ Ես արդեն թաղման թեմաներով ասել եմ, որ զբաղվեմ։ Ինչ պետքա կարվի։ Ապրես Արման։ Այս պահին պապային պետք չի տենց հարցերով ծանրաբեռնել, առանց էդ էլ լավ չի։ Մաման էլ գնացել է Լուսիկ տատայի մոտ, այսօր հետն է մնալու։ Վաղը օֆիսում կարևոր հանդիպում ունենք։ Նոր խմբականակի մասով բաներ պիտի քննարկենք։ Ինչ անեմ, հետաձգեմ։ Եթե հնարավոր է հետաձգի, եթե չէ, ուրեմն դու զբաղվի։ Ես։ Հա, դու։ Առաջին անգամ չի, որ դու ես զբաղվում տենց կարևոր հարցերով։ Ու բացի այդ, որ դու զբաղվես, ես հանգիստ կլինեմ։ Խնդիր չկա, ախպերես։ Ես գնամ պապայի մոտ։ Պապան սենյակում չի։ Գնամ տեսնեմ ուր է։ Ես տենց էլ չիմացա քաջիկն ինչ էր ասում, բայց որ պապան Լալայի հետ չի փախի, դա փաստ է։ Ես քեզ ասում եմ, չէ։ Իրանք իրար հետ չեն եղել։ Բայց այս այն ինֆորմացիան չի, որ պիտի մահվան բերան քեզ ասեր։ Ստե մի բան այն չի։ Կարդա։ Ուրիշ մարդու անուն չտվեց։ Չէ, ինչ որ մեղքից էր խոսում։
Ու ասում էր, որ իմանամ ինչ ա եղել, իրան չեմ ներելու։ Միքո, այսքան ժամանակ դու պապայից ինչ-որ ինֆորմացիա ունեցել ես։ Չէ։ Ես քերին էլ եմ ասել, որ ոչ մի անգամ չեմ տեսել, ոչ էլ լսել եմ։ Լավ, այդ ինչ սուտ կա այս պատմության մեջ, այդ ինչ գաղտնիք ու մեղք կա, որ չենք կարող հասկանանք։ Էլի բան ա ասել Քաջիկը, բայց Ես էլ քեզ էի ման գալիս։ Տես։ Պապ, ես շատ լավ հասկանում եմ քեզ։ Ես գիտեմ, որ քո համար շատ դժվար է հիմա։ Ես գիտեմ, որ ձյաձ Քաջիկը քո համար աղբոր պես է եղել։ Դուք իրար հետ կապող շատ բան եք ունեցել։ Ձեր հիշողությունները, ձեր ընկերությունը, ձեր ցավը։ Պապ, բայց տես, կյանքը ինչ անկանխատեսելի է։ Մեզանից ում մտքով կանցներ, որ Քաջիկը այսօր չի լինի։ Մեզ անընդհատ թվում է մենք շատ ժամանակ ունենք։ Մեզ թվում է մենք պաշտպանված ենք։ Մեզ թվում է ամեն ինչ հասցնելու ենք։ Բայց կյանքը ամենաանսպասելի պահերին ամենածանր հարվածն է տալիս։ Ու մենք չենք հասցնում մեր խոսակցությունները, մեր կներեսները, մեր խոստովանությունները, չենք հասցնում հետո այդ կներեսները ծանր բեռի պես շալակած տանում ենք ամբողջ կյանքում։ Պապ, բոլոր մարդիկ էլ վախեր ունեն։ Գիտես ինչի։ Մարդու համար կարևոր է չկորցնելը։ Դրա համար էլ երբեմն չենք խոստովանում։ Ու ինչքան երկար չենք խոստովանում, այնքան ամեն ինչ ավելի վատ է դառնում։ Ու հետո ստիպված ենք լինում մի սուտը չխոստովանելու համար 1000 ուրիշ սուտ հարինել։ Մի սխալը չխոստովանելու համար 1000 ուրիշ սխալներ անել։ Հետո հետ ենք նայում կյանքին ու հասկանում ենք տարիները անցել են, իսկ մենք տենց էլ չենք ապրել։ Ու ոչ մի օր հանգիստ չենք քնել։ Ես գիտեմ, որ դու ինչ անում ես, ինչ ասում ես, մեր համար ես անում։ Հա, հնարավոր է քո ձևով ես անհանգստանում,
քո ձևով ես հոգ տանում, քո ձևով ես պաշտպանում։ Այդ ձևը շատ անգամ մենք չենք հասկանում։ Բայց ես գիտեմ, որ դու այդ ամեն ինչը մեր համար ես անում։ Ձեզ քաջիկը պիտի բոլորիս համար խրատ լինի։ Մենք պիտի հասկանանք, որ ոչ մի բան երկար գաղտնի չի մնում։ Ու եթե չենք ուզում, որ ամեն ինչ ավելի խորանա, պիտի խոսենք, որ չշարունակենք փորել են անդունդը, ինչը որ 10 տարի անում ենք։ Ասեց, որ նամակ ա թողել։ Բա ինչի է տեղից չես սկսում։ Ինչ նամակ, որտեղ։ Ասեց, որ գյուղի տանն է այդ նամակը։ Ու ոնց հասկանում եմ, նամակում գրած այն, ինչը որ ինքը չհասցրեց ինձ ասի։ Տարօրինակը գիտես ինչն է, որ այդ մարդը ինֆարկտ ստացավ, չէ՞։ Բայց ոնց է ինֆարկտ ստանալուց առաջ նամակ գրում։ Ինչ գիտեր, որ մի բան չէր հասնելու ասել։ Չգիտեմ, քերի։ Բայց նենց տպավորությունա, որ ինչ որ պիտի ասեր շատ լուրջ ու կարևոր բանի մասին էր։ Ու ոնց հասկանում եմ, շատ վաղուց ա ուզել ինձ ասի ու սիրտը թեթևացնի, բայց չի կարողացել։ Դե եկեք գնանք գտնենք այդ նամակը։ Միքո մենք մի քանի օր առաջ գնացել ենք ձեր գյուղի տուն։ Քեզ էինք ման գալիս։ Հա, հետո։ Սխալ մի հասկացի ասածս Միքո, ուղղակի ուզում եմ հարցնեմ։ Բարո, միանգամից հարցը տուր։ Որ մտանք տուն, ամեն ինչ իրար էր խառնած։ Ուզում եմ հասկանամ այդ ընթացքում կարողա նամակը նկատած լինես։ Ասած այդ ենթատեքստը չհասկացա, Վարո։ Միքո, մենք գիտենք, որ դու պարտքեր ունես ու շատ մեծ։ Ու դու էլ գիտես, որ 100 անգամ զանգել են այդ պարտքերիդ համար մեզ։ Հիմա Վարոյի հարցը պետք չի տենց վատով հասկանալ։ Գնացել ենք տուն, տեսել ենք տունը խառնված է իրար, դու էլ մտել ես տուն ու դուրս ես եկել։ Հիմա ասա հասկանանք, եթե նամակ ես տեսել, իմանանք մեր գործողությունները։ Քեզ ոչ մեկ ոչ մի բան չի ասում ու չի մեղադրում։ Գժվել եք։ Դուք լուրջ մտածում եք, ես պիտի իմ պապական տնից գողություն անեի, որ պարտքերս փակեի։ Այդքան սրբություն չունեցող մարդու նման եմ։ Ես արդեն կգժվեմ, այսինքն դու չես խառնել տունը։ Չէ, Հայկո։ Պապ, հասկանում ես, չէ՞, ես ինչ նկատի ունեմ։ Արե, ես ուզում եմ հասկանալ ինչ անդունդի մասին ես խոսում։ Պապ, եթե այս անդունդ չի, էլ ինչ է։ Հորքուրի գնալուց հետո մեր կյանքը բաժանվել է երկու մասի։ Երբ հորքուրը չէր գնացել, ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ խաղաղ էր, ամեն ինչ լավ էր։ Հետո հորքուրը գնաց ու ամեն ինչ փոխվեց։ Մենք փոխվեցինք։ Մեր վերաբերմունքը փոխվեց մեկս մյուսի հանդեպ։ Ու հետո այս վիճակը այնքան խորացավ, որ մենք հիմա չենք կարողանում ուղղակի դուրս գալ այդ փոսից։ Շատ ենք ուզում, բայց չենք կարողանում։ Հիմա արդեն մեր համար
Դժվար է դարձել իրարից օգնություն խնդրելը։ Արի հեռու չգնանք։ Ինձնից ու քեզնից խոսենք։ Հիշում ես առաջ։ Ես քո աղջիկն էի, քո փոքր Նարեն էի, ես ամեն հարցով կարայի քեզ դիմեի, քո օգնությունը ստանայի։ Իսկ հիմա ես մի կերպ փորձում եմ բառեր ընտրեմ, որ կարողանամ խոսեմ հետդ։ Իսկ դու խուսափում ես ինձանից ու զգուշանում ես։ Եթե անդունդ չի, ես ինչա։ Պապ, անկախ ամեն ինչից, անկախ բոլոր սխալներից, անկախ իմ արցունքներից, ես ուզում եմ դու իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Բայց դու իմ համար միշտ ուժի, արդարության ու բարության խորհրդանիշ ես եղել։ Ես քեզ խնդրում եմ։ Նենց արա, որ իմ ներսում չփշրվի այդ կերպարը։ Ես մտածել եմ, որ թաղի տղերքը տեսել եմ, որ գյուղ եմ գնում, տենց երեխեքին ուղարկել եմ, որ տունը քանդեն։ Որովհետև մի քանի անգամ եղել է, որ քարով պատուհանը ջարդեն։ Որ վախենամ գյուղ չգնամ։ Բայց բոլորս համար է պարզ է, որ այդ Արմոյի սարքածներն է։ Ես արդեն չեմ հասկանում ինչ է կատարվում։ Առավոտը կգնանք գյուղ, այդ նամակները կգտնենք։ Չէ, առավոտվան չենք սպասում։ Հիմա գնում եմ ես։ Ես էլ եմ գալիս։ Լավ եք մտածել։ Դու սպասվելուն շատ չի մնացել։ Հա, քեռի, էլ սպասելու իմաստ չկա։ Ինչքան շուտ գտնենք այդ նամակը, այդքան շուտ կիմանանք Քաջիկը ինչ ա գրել այդ նամակում։ Ու վերջապես կհասկանանք այդ ինչ գաղտնիքի մասին է, որ այսքան տարի ոչ մեկս չգիտենք։ Ես ու Միքոն իրար հետ կգնանք կգանք։ Վարո, դու էլ առավոտ խանութը կբացես, որ գործը չտուժի աղբերս։ Դու հանգիստ տեղի տենց է կանենք։ Միքո, դու տաքսի կանչի, ես մի հատ բարձրանամ վերև, իջնեմ ու գնանք։ Ձյաձյապը կողա, ամեն դեպքում մենք էլ գնանք։ Չէ, սենց լավ է։ Դու այդ աղբերով գնան։ Աչքիս որ պատճառով բաժանվել են, որ պատճառով էլ կմիանան։ Ձյացակո։ Արմո, ուզում եմ մենակ մնամ։ Հա, ես էլ եմ արդեն դուրս գալիս։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ես ու Վրամը բոլոր հարցերը լուծել ենք։
Ձյացակո, դու բան հասկացար։ Ինձ թվում է Քաջիկը ոչ մի բան էլ չի ասել Մարգարիտ Հորանը։ Թե չէ ամեն ինչ ցենց հանգիստ չէր լինի։ Չի ասել, չեր էլ ասելու։ Ոնց դու գիտեիր։ Լավ հասկացա, իմ գործը չի։ Վաղ Արմո, վաղը կխոսենք։ Հիմա ուզում եմ մենակ մնալ։ Բարի գիշեր։ Լավ ձյացակո, բարի գիշեր։ Քաջիկ, սպասի։ Քաջիկ։ Ասասակ։ Քաջիկ, ես արել եմ այն ինչ ասել ես։ Տղերք էլ չեն անհանգստացնի Միքոյին։ Լավություն չես արել, Սակ։ Պարտավոր էիր, պիտի ասեիր։ Չհասկացա, այդ ոնց է ստացվում, որ դու միշտ իմ պարտավորությունների մասին հիշում ես, իսկ քոնի մասին հեչ։ Սակո ես իմ բաժինն արդեն արել եմ։ Ինչ ես արել։ Այն ինչ պիտի վաղուց անեի։ Նամակ եմ գրել Աշոտի տղեկին։ Էլ ինձ թուր տղամարդու պես պահեցի։ Չկարողացա տանել այդ նամակը իրանք ձեռը տայի։ Բայց գիտեմ, տարել եմ տանն էստեղ եմ դրել, որ հնարավոր չի, որ Միքոն մտնի ու չտեսնի։ Հիմա վստահ եղի, որ հաստատ Միքոն կարդացել է։ Սակո, ես իմ բաժինն արել եմ, մնում է, որ դու անես։ Գոնե ես գիտեմ, որ այդ գաղտնիքը հետս գերեզման չեմ տանի։ Ինչ ես արել։ Այն ինչ պիտի վաղուց անեի, Սակո, ասում եմ։ Վախեցա տանեի արձերը տայի տղեկին։ Տեսա, որ Միքոն գնում գալիս է, ու տարել եմ նստեղ եմ դրել, որ հնարավոր չի։ Հենց դուրը բացի առաջինը նամակը կտեսնի։ Սակո, ես իմ խիղճը թեթևացրեցի։ Մնում ես դու, եթե ունես այդ խիղճը։
Ես չգիտեմ, այս նամակը Հայկը կարդա թե Միքոն, բայց կարևոր է, որ երկուստ էլ իմանաք ինչ է եղել իրականում 10 տարի առաջ։ Ես հույս չունեմ, որ հասկանալու եք, կամ էլ ներեք են ինչը, որ հասկանալու բան չի, ոչ էլ ներման արժանի։ Են, որ դուք առանց երեք մեծացել, են, որ դուք ձեր սեփական գյուղում ավելորդ եք դարձել, այդ մենակ իմ պատճառով է։ Հա, մենակ իմ պատճառով է։ Ու ձեր հերը ոչ մի մեղք չունի, ինքը ոչ մեկի հետ չի փախել, ինքը փախնող տեսակ չէր, ինքը ձեզ հաստատ մենակ անտեր չէր թողնելու։ Հա, ինքն էլ սխալներ ուներ, ինքն էլ անմեղ չէր, բայց ձեր հերը ձեր չէր թողնի գնար, այդ հաստատ իմացեք։ Ես գրում եմ, բայց կուզենայի ենքան տղամարդկություն գտնեի ներսումս, որ գայի ու պատմեի ձեզ, բայց չեմ կարողանում, չի ստացվում։ Տղերք, այս նամակը գրում եմ ու արդեն ահուդողով, բայց մի կողմից էլ հանգիստ խղճով ձեր դատաստանին եմ սպասում։ Ինչ էլ անեք, ես լուր գլուխս կախ ընդունելու եմ։ Կարող է շատ ուշ է այսքան բանը ձեզ ասելու, բայց թեկուզ այսքան տարի հետո ուզում եմ սկսեք պարզ ճակատով մտնել գյուղ, որովհետև ձեր հերը ոչ թե փախել է, այլ դավաճանության զոհ է դարձել։ Ձեր հերը չկա, տղերք, ձեր օրը սպանել են, ու ես եմ արել, իմ ձեռքով եմ սպանել ու թաղել եմ։ Պատճառներն էլ ոչ մի բան չեմ փոխելու, բայց ես պատրաստ եմ լուր ընդունելու ցանկացած պատիժ, որ դուք կորոշեք։ Ինչ էլ որ որոշեք քիչ է լինելու իմ նման մեկի համար, որ հարազատ ընկերոջ արունն է թափել ու դեռ ապրում է, հենց իբրև ոչ մի բան չի եղել։ Տղերք, ինձ ներում չկա, բայց ես ինձ հանգիստ կզգամ գոնե, որ ձեր հորը չատեք։ Այս գյուղում ինձ էլ լուրջ չեն ընդունում։ Մտածում են հարբեցող եմ ու չեմ հասկանում ինչ եմ ասում, բայց ոչ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում հոգուս մեջ։ Հիմա դուք գիտեք։ Ох, քաջիկ, ինչ ես արել դու, քաջիկ, այ քաջիկ։ Ահ, քաջիկ։ Ձեր օրը սպանել են, ու ես եմ արել, իմ ձեռքով եմ սպանել ու թաղել եմ։ Աբոցը զանգել են տղերքը։ Չէ, չեն զանգել, հենա ես էլ զանգում չեմ պատասխանում։ Եկեք տղեկ։ Ես էլ զանգում չկաք։ Գտաք այդ նամակը։ Չէ, քերի ոչ մի բան էլ չգտանք։ Ոնց չի այ ախպեր, կարող են այս տեղադրել, որ դուք չեք գտել։ Ամբողջ տունը տակնու վրա ենք արել, բայց ոչ մի բան չեն գտել։ Ստե մենակ մի տարբերակ ամնում։ Որ մեզնից բաց է էլի մարդ գիտի, ու մեզնից առաջ հանգե։ Իսկ կարող է քո այդ հեռախոսին նամակ ուղարկողն էլ քաջիկ եղել։ Հայկ։ Չգիտեմ, քերի կարող է։ Ուզում էր ասել, բայց չհասցրեց։ Լավ այդ նամակն էլ մի կողմ, քաջիկն էլ մի կողմ։ Եթե պապան Լալայի հետ չի փախել, բա ուր է։
Ուր է։ Արի մի քո լավ ամբողջ գիշեր, այս շորերով ենք մնացել։ Հարցանակ փոխվենք, քեզ էլ շոր կտամ։ Բարի լույս։ Բարև Լիլջան։ Ինչ կա, ոնց ես, այսօրվա գրանցումները շատ են։ Այս պահին 5 գրանցում ունես։ Իսկ երեք առավոտը, որ գրանցվել էր, այդ աղջիկը զանգեց։ Չէ։ Հետաքրքիր է ինչի է գրանցումը հանել։ Մեր մշտական հաճախորդներից է։ Կողմ մի բան չի հավանել։ Մի հատ կնայես անուն ազգանունը ասես։ Մի րոպե։ Նարե Ադամյան։ Նարե։ Հաստատ Ադամյան։ Հələ մի հատ համար ասա։ Հայերի։ Իմ իմացած Նարեն է։ Լավ, ես կզանգեմ, իրեն կխոսեմ, մերսի։ Տեսնես ինչի է գրանցումը չեղարկել։ Այդ աղջիկը լրիվ տարօրինակ է։ Բարի լույս։ Բարի լույս։ Պապան դուրս եկել սենյակից։ Չէ։ Մաման զանգել է քեզ։ Հա, զանգել է։ Ասեց գիշերը շտապօգնություն են կանչել Լուսիկ տոտայի համար։ Տեսնեմ պապան ոնց է։